Այսօր դուք կտեսնեք ամենալավ սիտուացիաները թրեյդինգում գումար աշխատելու համար։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է թրեյդինգ լրիվ անվճար։ Եկեք գտնենք ամենալավ սիտուացիաները, որպեսզի գումար աշխատենք թրեյդինգով։ Եկեք ես տնեմ նորմալ գումար, որպեսզի մենք համ գումար աշխատենք, համ էլ հասկանանք, թե որոնք են այդ լավ սիտուացիաները։ Նախ առաջինը, Pocket Option կայքում մենք դնում ենք 5 րոպեանոց time frame-ը։ Եվ մեզ պետք է ընդամենը 2 պայման, որպեսզի մենք գտնենք այդ լավ սիտուացիաները։ Ինչ է մեզ պետք։ Առաջինը լավ արտահայտված թրենդ, որպեսզի դուք նայելով գրաֆիկին նույնիսկ չկասկածեք դա լավ թրենդ է, թե ոչ։ Լավ թրենդից բացի մեզ պետք է լավ հատված։ Եթե դուք չգիտեք որոնք են լավ թրենդը եւ լավ հատվածը, ապա մի քիչ համբերեք եւ կիմանաք։ Եկեք հիմա գտնենք։ Մեզ պետք է լավ թրենդ եւ լավ հատված։ Չնայած որ այստեղ գրաֆիկը ներքև է իջնում, կան այսպիսի հետադարձային հատվածներ, այսինքն միանշանակ ներքև չի իջնում։ Լինում են նաև այսպիսի հետադարձային հատվածներ, բայց մեզ պետք է որպեսզի լինի լավ թրենդ, այսինքն թրենդը լինի անկասկած լավը, նայեք։ Հիմա այստեղ կա լավ թրենդ եւ լավ հատվածը այստեղ էր մեր պարագայում։ Ես ուզում եմ հիմա ձեզ ցուցադրել։ Եկեք ես հիմա կատարեմ գնում եւ ձեզ բացատրեմ, թե որն է այստեղ լավը։ Սա ինչպես միշտ մեր լույսն է, որը որ այսպես մեզ խանգարում է վիդեոյի ընթացքում։ Ահա, վերջապես։ Եկեք հիմա ես ձեզ բացատրեմ, թե ինչի ես այստեղ կատարեցի գնում։ Եկեք ես հիմա ձեզ ցուցադրեմ։ Մենք բոլորս էլ տեսնում ենք անկասկած կա լավ թրենդ։ Իհարկե կան մի փոքրիկ այսպիսի հետադարձային հատվածներ, բայց սրանք շատ փոքր են եւ առանց դրա չի լինում, սենց ասեմ, թրեյդինգում։ Եկեք հիմա ես ձեզ ցուցադրեմ։ Նայեք, մենք ինչ ենք տեսնում այստեղ։ Մենք տեսնում ենք այսպիսի լավ թրենդ։ Ներքևի աջակցման հատվածից այսպիսի շարժում է մեր մոտ սկսվել եւ շատ լավ գնում է առաջ։ Եկեք տեսնենք։ Հասել է մինչև այստեղ, տեղ է ունեցել մի քիչ այսպիսի հետադարձային հատված։ Հետո գնացել եւ հասել է այստեղ, կրկին մի քիչ իջել է ներքև։ Գնացել, հասել է, իջել է։ Հասել է, իջել է եւ ինչ պետք է անի հիմա։ Հիմա ես ուզում եմ ցես ցուցադրել հատվածները, եկեք ցուցադրեմ։ Նայեք։ Կա այստեղ հատված, այստեղ կա հատված, այստեղ կա հատված եւ այստեղ կա հատված։ Ինչ որ բան նկատեցիք, այսինքն ամեն անգամ մեր կինը բարձրանալուց հետո իջնում է մեր հատված, հետո բարձրանում է վերև։ Իջնում է հատված, բարձրանում է վերև, նայեք, վերև է բարձրացել, իջել է մեր այս հատվածին է հասել, այս հատվածին։ Եվ ինչ պիտի անի նա։ Իհարկե պետք է բարձրանա վերև։ Հնարավոր է որ մի քիչ էլի իջնի, ասենք իջնի եւ հասնի այս հատվածին։ Բայց այնուամենայնիվ մենք գիտենք որ պետք է բարձրանա վերջում վերև։ Եկեք տեսնենք թե ինչ է կատարվում։ Ահա։ Նայեք, մենք ունենք այստեղ լավ հատված։ Ոնց ենք մենք նշում հատվածը։ Մենք հատվածը նշում ենք, սիրելի թրեյդերներ ջան, նոր սկսնակ։ Կամ ոչ նոր սկսնակ։ Մենք նշում ենք այս մեր մոմերի, մարմինների եւ ստվերների կանգ առած կետերով, նայեք։ Հիմա սա հատված է։ Քանի որ մարմինները կանգ են առել եւ սա է հատված։ Քանի որ ստվերները կանգ են առել, նայեք, 3 հատ կանգ առ։ Այսինքն սա հատված է։ Այստեղ նույնպես, նայեք, 2 կանգ առ մարմնի, 1 կանգ առ ստվերի։ Այսինքն հատված է։ Այսպիսի թրենդի պարագայում դուք չեք կարող գտնել շատ լավ հատված, որտեղ որ կան շատ եւ շատ կանգ առներ։ Բայց այդ լավ հատվածին կոմպենսացնում է մեր լավ թրենդը։ Այսինքն, եթե մեր մոտ չկա այդպիսի հաստատուն լավ հատված, մենք տեսնում ենք, որ կա լավ թրենդ։
Հիմա մեր մոտ իջավ ներքև։ Իհարկե իջավ։ Եվ կարող է հասնի այս հատվածին։ Կարող է չէ հասնի, իհարկե հնարավոր է հասնի այս հատվածին։ Մենք պատրաստ ենք դրան, այսինքն մենք պետք է ունենանք մեր պլան B-ն, այսինքն մեր պարագայում մեր պլան A-ն նա էր, որ պետք է իջներ հասներ այստեղ եւ բարձրանար միանգամից վերև չաշխատեց, ահա։ Մենք ունենք պլան B, պլան B-ն այն է, որ իջնի հասնի այստեղ, եկեք նշեմ հատվածը, ահա, եւ պետք է այստեղից բարձրանա վերև։ Այսինքն մենք ունենք նաև պլան B, ահա, չնայած որ չիջանք և չհասանք այդ հատվածին, այնուամենայնիվ ես եկեք կատարեմ գնում և աշխատեմ գումար, եթե միանգամից չաշխատեմ, ես ունեմ իմ ստրախովկա պլան B-ն, այսինքն եթե իջնի և հասնի այս հատվածին, ես ավելի ինքնավստահ կկատարեմ գնում։ Նայեք, կապված այս ժամանակի հետ, ինչու եմ ես 5 րոպեով կատարում գործարք, սկզբից հետո 2 կամ 1 րոպեով կատարում, նայեք, երբ որ ես կատարում եմ վերլուծություն, նայեք, այստեղ մեր կետն է բացման, եկեք ես նկարեմ, մենք այստեղից մտնում ենք գործարք, ես արդեն մտովի գիտեմ, որ 7-ից 10 րոպեի ընթացքում մեր գինը պետք է լինի ավելի բարձր, այսինքն 7-ից 10 րոպե, եթե ես 5 րոպեով կատարեցի գործարք, ես կատարում եմ 2 րոպեով գործարք, որպեսզի այդ 7 րոպեն, որը որ ես արդեն իմ մտովի հաշվարկել էի, կարողանամ լրացնել, այսինքն վերլուծությունը այն է, որ 7 րոպեից պետք է լինի վերևում, 7 րոպեից, եթե 5 րոպեն արդեն անցել է, մնաց 2 րոպե և ես 2 րոպեով կատարում եմ գնում, առավել ևս, որ մեր գինը պլյուս մինուս նույն կետում էր, որտեղից որ մենք կատարել էինք մեր առաջին գործարքը, նայեք, մենք այստեղ աշխատեցինք գումար, հիմա ես կարող եմ կրկին կատարել այստեղ գործարք գնում, որպեսզի ձեզ ավելի համոզեմ, որ տեսեք իմ վերլուծությունը ճիշտ է, բայց եկեք գտնենք մի ուրիշ սիտուացիա և մի ուրիշ սիտուացիայում աշխատենք գումար, էլի ուզում եմ, որ այսպիսի լավ արտահայտված թրենդ լինի և լինի լավ հատված, եկեք գտնենք միասին, հիմա ես ոչ ուզում եմ արագացնել այս վիդեոյի հատվածը, ոչ էլ ուզում եմ կտրել և հանել, եկեք գտնենք ուղղակի լավ արտահայտված թրենդ, սա լավ արտահայտված թրենդ չէ, եկեք միասին փնտրենք, նայեք, կա այդպիսի լավ խոսք, որ թրենդը ձեր ընկերն է, ահա, այսպիսի հատվածներ ես նույնպես շատ եմ սիրում, ուղղակի այստեղ վատը այն է, որ մենք պետք է քիչ ժամանակով կատարենք գործարք, եկեք 2 րոպեով կատարենք գնում, հիմա նայեք, սա շատ լավ արտահայտված թրենդ է, բայց վատը այն է, որ մենք արդեն հասել ենք այս գագաթնակետին, նայեք, երբ որ մենք թրենդով բարձրանում ենք և հասնում ենք այս գագաթնակետին, կարող է լինել այսպիսի հետադարձային հատվածներ և ես չեմ ուզում հենց այդ պահին կատարեմ գործարք, դրա համար ես կատարում եմ այստեղ 2 րոպեով, քանի որ ես հասկանում եմ, որ այստեղ հիմնականում միայն բարձրանում է վերև, նայեք, միայն կանաչ մոմեր են, շատ քիչ է կարմիր մոմերը, և մենք արդեն համարյա հասել ենք այս վերևի հատվածին, բայց դա նույնպես մեր համար խնդիր չէ, քանի որ ներքևում կա հատված, եկեք տեսնենք, ահա հատվածը, եթե մենք բարձրանանք և իջնենք այս հատվածին, ես նույնպես կարող եմ կատարել գնում և աշխատեմ կրկին գումար, ահա, եկեք տեսնենք, սա մեր հատվածն է, եթե ինչ մենք կարող ենք աշխատել գումար, չնայած դուք արդեն հասկացել եք, որ ես ամեն դեպքում աշխատում եմ գումար, նույնիսկ ամենավատ սիտուացիան տվեք ինձ և ես պլյուսով դուրս կգամ, ամենավատ սիտուացիան, բայց պետք է ունենամ նորմալ բալանս, դա իմ պայմանն է, որ ես պետք է ունենամ նորմալ բալանս, որպեսզի կարողանամ վերջում դուրս գալ պլյուս, իհարկե մենք բոլորս էլ գիտենք, որ թրեյդինգի հաջողության ամենամեծ փաստը դա այն է, որ դուք պետք է պահեք ձեր risk և money management օրենքները, դա շատ կարևոր է,
Եվ եկեք տեղափոխվենք այս վարկյանանոց գրաֆիկը, որպեսզի հասկանանք վերջի պահին մենք պլյուս կփակվենք, թե մինուս։ Լավ, եկեք ես ուղղակի խոսքեր չունեմ, թե ինչու ինձ վերջի պահին որոշեցին փակեմ մինուս։ Լավ։ Ես ուղղակի խոսքեր չունեմ, այն ամենավերջի պահին, այն որ ինձ փակեցին մինուս։ Ես արդար պետք է իմ պլյուսը վերցնեի, բայց ինձ չթողեցին։ Լավ, չթողեցիք։ Սա հենց այն վատ սիտուացիան էր, որը որ ես ձեզ ասեցի, նայեք։ Մենք հասել ենք այս ամենավերջի դիմադրության հատվածին, որտեղ որ այս զզվելի վաճառողները դիմադրում են եւ ուզում են մեզ փակել մինուս։ Եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում, նայեք ինչ լարված սիտուացիա է, քանի որ այս դիմադրության հատվածը արդեն ինձ ջղայնացնում է, ու ինչ, մեկը մինուս, մեկը վերադարձ, չէ։ Դե եկեք տեսնենք վերջում ինչ դուրս կգա։ Նայեք, ես սնես չի, որ ազարտի մեջ եմ մտնում, բայց ես ուզում եմ այստեղ գումար աշխատել ու կաշխատեմ, քանի որ հասկանում եմ, ես այս մոմը տեսա, նայեք, այս մոմը տեսնելուց հետո ես կատարեցի գործարք, այս մոմը, այս կանաչ մոմը, և այս կարմիր մոմը տեսա և փոշմանեցի, չէ, իհարկե սա կատակ է, նայեք, ես ամեն դեպքում կաշխատեմ գումար, այսինքն ես ամենավատ, ամենազզվելի նույնիսկ սիտուացիայում, ահա մենք հասանք այս հատվածին, նայեք, իմ ուզած հատվածը մենք հասանք, հիմա եկեք, նայեք, ես հասել եմ իմ ուզած հատվածը, չէ, նայեք հիմա $1000, նայեք, իմ ուզած հատվածը, եկեք, ես ինչու կատարեցի գործարք, եկեք ես ուզում եմ մի անգամ էլ ձեզ ցույց տամ և հիշեցնեմ, սա իմ պլան B-ն էր, նայեք, պլան B-ն, որը որ ես սպասում էի, ուղղակի այնտեղ մի քիչ այն որ խաղեր էինք խաղում, բայց ես ուզում եմ ձեզ ցույց տալ, նայեք, սա հենց այն պլան B-ն էր, որը որ ես ձեզ մի քիչ առաջ նշեցի, հասանք չէ այդ կետին, հասանք, իսկ եթե մենք հասանք, ես կատարում եմ գործարք, կատարում եմ գործարք իմ սիրելի 2 րոպեով, իմ սիրելի 2 րոպեով ես կատարում եմ գործարք և ես ընդհանրապես չեմ լարվում, նայեք, այն անգամ այս վերջին գործարքների ժամանակ, վերջին թագոնների ժամանակ հա մի քիչ լարվում էի, բայց այս իմ պլան B-ի ժամանակ ես չեմ լարվում, քանի որ այստեղ ես տեսել եմ լավ հատված և վաճառողները այն որ իրենց արդեն ցույց են տվել, այսինքն այն վերջին ուժը և վերջին պայքարը որ տվեցին, արդեն էլ վсё, էլ չկա էներգիա, էլ չկա ուժ, արդեն ժամանակը եկավ, որ մեր գնորդները իրենց ասեն, որը որից հետո է։ Նայեք, ես չեմ լարվում ընդհանրապես, քանի որ սա իմ պլան B-ն է, իմ լավ հատվածը, հա կարող է ես այստեղ մի քիչ սենց ինձ լավ զգայի թագոն, բայց սա չէր իմ պլան B-ն, եթե դուք մի քիչ վիդեոն հետ տակ կտեսնեք, թե իմ պլան B-ն որն էր, ու ես միշտ հանգիստ եմ, մինչև իմ պլան B-ին հասնելու պահը, հա կարող է մի քիչ թագոն օգտագործեմ 1-2, բայց պլան B-ի ժամանակ, հիմա կտեսնեք արդյունքը, մնաց ընդամենը 10 վայրկյան, ես նայեք, ինչու եմ մտել 2 րոպեով, հիմա ինչ-որ մեկը կասի, ահա վերջի պահին դու աշխատեցիր գումար, բայց ես 2 րոպեով եմ, չէ, կատարել գործարք, 2 րոպեով, չէ, եկեք մի քիչ աշխատենք, ես կարող էի կատարեի 2.5 րոպեով, չէ, գործարք, բայց չկատարեցի, կամ 3-4 րոպեով, բայց ես կատարեցի 2 րոպեով, ու ասեմ իմանաք, որ նույնիսկ այդ կետին էլ չհասավ կինը, որտեղից որ ես կատարել էի գործարքս, մի քիչ մոտեցավ, բայց կբարձրանա վերև, հավատացեք,
Ես կատարեցի կրկին գործարք, քանի որ ես վաճառողների թուլությունը տեսել եմ։ Իսկ եթե ես թուլություն եմ տեսել, ես պետք է վերցնեմ էլի գումար, նայեք։ Հիմա ինչ որ մեկը կասեր, ահա դժվար սիտուացիա, չէ՞։ Բայց ես իտոգում կաշխատեմ այս դժվար սիտուացիայում, այսինքն այնտեղ որտեղ որ կկորցնեիք դուք, այդտեղ ես կաշխատեմ գումար։ Այ հենց դա է տարբերությունը այդ 99-ի եւ 1% մարդկանց մեջ։ Նայեք, ես այս դժվար սիտուացիայում չեմ լարվում եւ անիմաստ չեմ կատարում թագոններ անիմաստ ժամանակով, անիմաստ գումարով եւ այլն, չէ։ Թողեք վայելեմ իմ այս 3 շաբթի օրը, չէ, իմ այս 3 շաբթի օրվա գեղեցիկ առավոտը։ Նայեք, իմ մոտ ժամը 9-ն է եւ այս ժամին շատ ու շատ մարդիկ գնում են աշխատանքի, որպիսի որքան աշխատեն ամսեկան։ Այսքան թե այսքան էլ չեն աշխատում։ Լավ։ Ես հարգում եմ բոլոր մարդկանց, բոլոր աշխատանքները, քանի որ բոլոր աշխատանքներն էլ մեզ պետք են։ Իհարկե պետք են։ Ոնց պետք չլինի մեզ աշխատանքները, եթե ես արդեն օրինակ հոգնել եմ մեքենա վարելուց եւ ուզում եմ վարորդ ունենալ։ Հա, ես հոգնել եմ եւ ուզում եմ վարորդ ունենալ, քանի որ ճանապարհներին ես մի քիչ չհայնանում եմ մեր այս վարորդների վարելու ձևից եւ ես ուզում եմ որ գումար վճարեմ, որ ուրիշը չհայնանա։ Ես չհայնանում եմ, ասենք այստեղ, իհարկե չեմ չհայնանում, բայց թող իմ չհայնությունը լինի այստեղ, իմ մասնագիտության մեջ, բայց ոչ թե անիմաստ էներգիա ինձանից վերցնեն ինչ-որ մի հատ վարորդներ, ովքեր որ վարել չգիտեն։ Հա, ես ունեմ 2 մեքենա, բայց արդեն այն որ հոգնել եմ վարելուց, միանշանակ ինձ վարորդ պետք է։ Նայեք, ես արդեն վերջացնում եմ այսօր իմ trade-ը եւ աշխատեցի գումար։ Ես գտա լավ սիտուացիա, ես գտա լավ հատված եւ տեսեք արդյունք։ Եկեք կլորացնենք գումարը, այսինչ գումար մեր մոտ կանգնեց, ես ուզում եմ որ գեղեցիկ լինի, եկեք այսպիսի ռիսկային բան անենք, ահա։ Ես այսպիսի բաներ իհարկե չանեք, նայեք, ահա, տեսակ ինչու չի կարելի այսպիսի բան անել։ Չի կարելի, բայց դե անենք, դե հիմա մի քիչ մեզ լավ զգանք։ Այսքան աշխատել ենք, մի քիչ էլ այսպիսի բաներով մեզ լավ զգանք, ահա, ահա։ Դե ասում եմ, չէ, այստեղ հարցը ոչ թե ձեր գիտելիքները կամ կարգապահությունն է, այստեղ հարցը ձեր բալանսն է, որը որ ինձ թույլ է տալիս ես այսպիսի վատ բաներ անեմ։ Չնայած այդքան էլ վատ, չէ։ Լավ, վերջ։ Ովքեր ուզում են այսպիսի գիտելիքներ ունենան թրեյդինգում, ես տրամադրել եմ ձեզ 2 օգնական ծրագիր, եւ այդ օգնական ծրագրերը ստանալու համար դուք պետք է կատարեք 2 պայման։ Հիմա կասեք ինչ պայման պետք է կատարեք դուք, որպեսզի ստանաք այս 2 օգնական ծրագրերը, որոնք ունեն իմ գիտելիքները, նայեք։ Մենք ունենք Phoenix օգնություն ծրագիր։ Ստարտ տալուց հետո դուք կարող եք ստանալ այսպիսի մինիմալ տեխնիկական խնդիրների լուծում եւ կա նաեւ ինչպես միանալ փակ ալիքի։ Դուք պետք է կատարեք 2 պայման։ Գրանցվեք Pocket Option կայք մեր հղումով եւ պետք է ձեր բալանսին լինի $20 մինիմում։ Այդ 2 պայմանները կատարելուց հետո, սեղմելով ձեր այս ավատարկի վրա, դուք կտեսնեք ձեր ID-ն։ Այդ ID-ի թվերը այսպես ուղարկում եք մեզ։ Այն մարդիկ, ովքեր ունեն խնդիրներ եւ չեն կարող այդ խնդիրները լուծեն, այս ծրագրի օգնությամբ մենք ունենք մոդերատորների Telegram account։ Դուք կարող եք գրել նրանց եւ նրանք սիրով ձեզ կպատասխանեն։ Մենք ունենք արդյունքների ալիք, որտեղ որ մեր դիտորդները ուղարկում են իրենց արդյունքները, ահա, օրինակ այստեղ Վարդան անունով մեր դիտորդը կատարել է այսպիսի գործարքներ, նայեք, նա ուղղակի փակել է իր բալանսը, որպեսզի մենք չտեսնենք, նայեք, այսպիսի կարգապահ trade, նա կարող էր, չէ, ասենք այս վերջի, չգիտեմ, 8-րդ թե 9-րդ գործարքը
ասենք կատարեր մի $5, բայց չի կատարել, մարդը գիտի, որ սա հələ որ նրա սովորելու էտապն է, և այս մարդը կատարում է $1 պրակտիկա է ստանում, ապրի մեր Վարդան անունով դիտորդը, և այս մեթոդով դուք կարող եք նույնպես ձեր բալանսը համալրելուց հետո սովորեք թրեյդինգ։ Մենք ունենք VIP ալիք, որտեղ հայտնվելուց հետո դուք կստանաք 2 օգնական ծրագրերը, թե ինչպես հայտնվել VIP ալիքում ես արդեն ասեցի։ Մենք ունենք բաց Telegram-յան ալիք, որտեղ հետաքրքիր նորություններ են դուրս գալիս ամեն օր կապված իմ հետ և ընդհանուր թրեյդինգի հետ։ Եթե ուզում եք ստանալ այսպիսի թրեյդինգի գիտելիքներ, կարողանալ աշխատել գումար թրեյդինգում, ապա անպայման բաժանորդագրվեք մեր այս Telegram-յան ալիքներին, գրանցվեք Pocket Option կայք և սկսեք ձեր թրեյդինգի ուղին։ Ես շնորհակալ եմ իմ բոլոր ակտիվ դիտորդներից։ Եթե չլինեիք դուք, չէր լինի նաև այս ալիքը։ Ցանկանում եմ բոլորիդ լավ օր և հաջողություն։